Այդ երեխու համար մենք շատ ենք սխչում։ Շոկի մեջ ենք, երեխան տենց կորի։ Ոչ միայն գյուղի բուժքույրը, ողջ Ծափաթաղն է շոկի մեջ։ Երկրորդ օրն է Գեղարքունիքում փնտրում են 3-ամյա Տիգրանին։ Որոնողական աշխատանքներ բոլոր հնարավոր վայրերում։ Ծափաթաղի փոքրիկ բնակչին որոնում են հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ, գյուղի բնակիչներ ու կամավորներ։ Փնտրում են ոտքով, մեքենաներով, շներով, անօդաչու թռչող սարքերով։ Սիրտս գնում է այդ երեխու համար, այնքան սիրում եմ ես այդ երեխուն։ Տիգրան Հովհաննեսովը կորել է հոկտեմբերի 27-ի կեսօրին, ըստ մարզպետի Մայրիկի ծննդյան օրը։ Երեք երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդն են նշել նաև իրենց տանը։ Նյուզեեմի հետ զրույցում գյուղացիները պատմում են, փոքրիկին տեսել են նախ ավագ եղբոր հետ, հետո եղբորն առանց Տիգրանի։ Այն մեկը, որ առաջի դասարանային չա, ժամի 4-ն էլ իրիկում է, տեսա անտառից հա դուրս գալի, այն դաշտից էլի, հա վազելով բարձրանում է, մի հատ չոբանք է, ոչխարապահում, ասում է, ես տեսել եմ, հանեմ եմ փոքրը, իրար հետ են եղել, այդ ուժը ես չեմ տեսել, մենակ մեծին տեսա բարձրանում է։ Դե երեխաներ չի խոսում այդ մեծը, ասում է ինքը թողել է եկել, այդ երեխին են մնացել է։ Դու չեն եկավ գնան երեխուն բերեն, չկա, վсё, միջև հիմա։ Այս խոսակցությունները այնպիսին են, որ երեխաներին տեսել են այստեղ, երեխաներին տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են հետում վերադառնալուց, բայց հակասական են այդ խոսակցությունները։ Տիգրանին փնտրում են անտառում, գյուղում, շրջակայքում, Սևանալճի հարևանությամբ։ Ու շտաբը հիմա քարտեզներով տեղաբաշխում արած որոնողական աշխատանքներ է կազմակերպում։ Որոնողական աշխատանքները ցավոք դեռ արդյունք չեն տվել։ Երեխաների միջի ամենասիրուն երեխան էր խելոք։ Շատ լավ ընտանիքը, խելոք, խելացի, երեխան լավը։ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի անհետացման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում է քննչական կոմիտեն։ Խեղճ ու կրակ սովորական ընտանիքեր իրանց ուժերով աշխատող։ Անշար ժողովուրդ են, իրանց քրտնքով ապրող ժողովուրդ են։ Գյուղը լավ լուրի է սպասում։ Հուսանք, որ մի լավ նորություն կլսենք։ Աստված տա այդ երեխան ողջ գտնվի, ոչ մի բան չենք ուզում ենք։